որ կամերաները հնարավորության դեպքում միացրած լինի, որպեսզի ուղղակի էկրանի հետ չզրուցեմ, նաև տեսնեմ ձեզ։ Այսօր հանդիպել ենք հանձնարարությունները քննարկելու համար, այսինքն սա դաս չէ, բայց պարզաբանելու ենք այն ինչ որ արվել է եւ անելու եք ու հատկապես երկու առաջադրանք եմ ուզում օրինակներով ցույց տալ, որ ավելի հեշտ լինի։ Եթե կան հարցեր, կարող եմ պատասխանել, եթե չէ, կարող ենք արդեն միանգամից անցնել առաջադրանքներին եւ ես մեկնաբանեմ։ Կան այս պահին հարցեր։ Իսկ վիդեո դասերը բացել, դիտել, ինչ որ բաներ արդեն փորձել եք անել։ Հարցեր այս պահին չունեմ, հիմնականում ամեն ինչ այնպես էր հարթակում, որ հասանելի էր եւ գործիքակազմն էլ այնպես է ստեղծված, որ ինքնուսուցմամբ հնարավոր է լինում դիտելով տեսանյութերը։ Հանձնարարությունները կատարել եմ, կցել եմ առաջադրանքներ բաժին։ Շատ լավ։ Հիմա ես երկու առաջադրանք եմ ուզում ավելի լավ պարզաբանենք, մեկնաբանենք, որ հստակ լինի, որն էր պահանջը եւ ինչեր ակնկալվում։ Իրականում առաջադրանքները բարդ չեն, միջինից էլ նույնիսկ երևի կարելի ասել ավելի թեթև են, հասանելի են եւ հատուկ տեխնիկա չեն պահանջում, հեռախոսով էլ այդ ամենը կարելի է անել։ Ես երկու առաջադրանք եմ ուզում հատկապես անդրադառնալ, եթե հարց ունենաք, նաև մյուսների մասին կարող ենք խոսել։ Այնտեղ կա պարզ գործողության նկարահանում պլաններով եւ կա գործողության նկարահանում շարժվող կադրերով։ Ես առանձնացրել եմ մեր ուսանողների արած աշխատանքներից երկուական եւ ուզում եմ միասին նայենք, նայելուց հետո արդեն կարող ենք խոսել։ Հիմա պլաններով գործողությունն եմ առանձնացրել։ Եթե հանկարծ չլսվի, կասեք։ Չնայած իրականում այստեղ ձայնը էական չի, որովհետև երաժշտություն է, բայց եթե ամեն դեպքում չլսվի, կասեք։ Տեսնում եք էկրանը։ Այո։ Սա առաջինն էր, որ առանձնացրել էի, երևի երկրորդը նույնպես դիտենք, հետո ներվի ոչ։
Ահա, այս երկու օրինակն էի առանձնացրել ցույց տալու համար, այստեղ կա կոնկրետ գործողություն։ Երբ որ ասում եմ պարզ գործողություն, նկատի ունենք սկիզբ, փոքրիկ զարգացում եւ ավարտ։ Այդ գործողությունը կարող է լինել շատ հասարակ մի բան, օրինակ սուրճ դնելը, կարող է լինել մի քիչ ավելի ստեղծագործական, այս երկու դեպքում էլ որոշակի միտք կար, զարգացում կար եւ ավարտ կար, այսինքն գործողությունը մի քիչ ավելի ստեղծագործաբար մոտեցել էին ուսանողները, բայց կարող էիք նաեւ շատ ավելի պարզ ինչ-որ բան վերցնել։ Այս դեպքում այս հանձնարարության իմաստն է, որ նկարվի պլաններով, եթե նկատեցիք այնտեղ պլանների փոփոխություն կար, ունեինք օրինակ խոշոր պլան, ունեինք դետալ պլան, միջին պլան եւ այլն, եւ գործողությունը շարունակվում էր, ներդաշնակ էր։ Իհարկե խնդիրներ կային, հատկապես երկրորդ վիդեոյի մեջ, այնպես չի որ իդեալական էր, բայց մի քիչ կոմպոզիցիոն եւ այլն խնդիրներ կային, բայց ընդհանուր առմամբ գործողությունը շարունակվում էր։ Մենք տեսնում էինք զարգացումը, փոքրիկ։ Այս երկուսի հետ կապված կա ինչ-որ հարց կամ պարզ է առաջադրանքը այս օրինակների միջոցով կարծում եմ ավելի հասկանալի է, թե ինչ էր ակնկալվում։ Այո, ավելի հասկանալի է։ Շատ լավ, եւ շարժվող պլաններով, որը իհարկե հեռախոսով հնարավոր չի շատ բազմազանություն ապահովել, բայց հիմնական շարժումները կարելի է, որովհետև այս օրինակները էլի հեռախոսով նկարված են, այսինքն հատուկ տեխնիկա օգտագործված չէր։ Եվ նույն ձևով հեռախոսով մոնտաժված էին։ Հիմա փորձենք ուրեմն շարժվողը տեսնել։ Հիմա երկրորդ օրինակն էլ նայենք ու նորից խոսենք։ Ահա, այս երկուսի դեպքում կոնկրետ գործողություն չկար, սրանք առանձնացրել էի հեռախոսով հնարավոր շարժումներ ստանալու այդ process-ը հասկանալու համար, բայց այս առաջադրանքի դեպքում էլի նախընտրում եմ, որ լինի որոշակի գործողություն, իսկն ինչ-որ բան կոնկրետ կատարվի, ոչ թե ուղղակի զբոսանք լինի եւ այլն, այլ կոնկրետ գործողություն ձեր դեպքում ունենաք։ Շարժվող կադրերի դեպքում դասերի ընթացքում իհարկե խոսել ենք, բայց
նախընտրելի է, որ ռիթմը պահեք, սահուն լինեն հնարավորինս կադրերը եւ երբ որ անում եք շարժումը, նախ ստոպ անեք մի 2 վայրկյան, անեք ձեր շարժումը, նորից վերջում էլի այդ ստոպը պահեք, որ jump cut-ը չունենանք։ Այսինքն շարժումները կտրելուց մոնտաժի ժամանակ, եթե այդ ստոպերը չենք ունենում, արդեն jump cut ենք ունենում։ Դասերի ընթացքում իհարկե ավելի մանրամասն դրա մասին խոսվում է, jump cut-ի եւ մնացած ամենի։ Այս օրինակները ուղղակի ձեզ մի քիչ ավելի լավ ցույց տալու համար էր, թե ինչպես կարելի է առաջադրանքը կատարել։ Բայց երկրորդի դեպքում նշում եմ, որ ցանկալի է, որ հստակ պատմություն լինի, ոչ թե ուղղակի կադրերի շարք։ Լավ։ Այս ամենի հետ կապված կա հարց։ Կամ ինչ-որ բան կուզեք առանձնացնել։ Հարց չունեմ նախորդիվ ցուցադրող տեսահոլովակների վերաբերյալ, ուզում եի ասել, որ ես արդեն գցել եմ տեսահոլովակը եւ YouTube-յան լինկով եմ գցել, որովհետեւ մի քանի անգամ փորձեցի համակարգիչ չկարողացա վիդեոներ Ես դառնել։ տեսել եմ, ստուգել եմ, այսինքն լինքը բացվել է, կարողացել եմ տեսնել։ Հանձնարարությունների հետ կապված գնահատական կլինի, նաև կոմենտներ բաժնում ես կմեկնաբանեմ այդ գնահատականը։ Իհարկե, այստեղ գնահատականները կրիտիկական նշանակություն չունեն, օրինակ ակադեմիականի դեպքում, այսինքն դրանք որոշակի ավելի նշանակություն են, այստեղ զուտ ցույց տալու համար առաջադրանքը օրինակ ինչ գնահատականի արժանանում, բայց կոմենտում ես հնարավորինս մատչելի եւ մանրամասն կգրեմ, օրինակ ինչ խնդիրներ եմ տեսել եւ դրական կողմերն էլ իհարկե կնշեմ։ Եթե հնարավոր լինի եւ ցանկություն ու նաեւ ակտիվություն լինի, որ այս պահին շատ չեմ նկատում, որովհետեւ երկու խմբերն էլ, որ համարյա թե զուգահեռ ունեցանք, մի քանի մասնակիցներ են, ովքեր ակտիվ եւ մասնակցել են եւ տեղադրել են հատկապես այս առաջադրանքները։ Եթե մի քիչ ավելի ակտիվ լինի եւ ես տեսնեմ, որ հանդիպման կարիք կա, մեր վերջին հանդիպումը կարող ենք կազմակերպել, որի ընթացքում հենց ձեր արածները կարող ենք քննարկել։ Ինչ է կարել, ինչպես է կարել ու ինչ խնդիրներ կան, բացի նրանից, որ կոմենտով կմեկնաբանվի այդ ամենը։ Այդպես։ Լավ, մյուս առաջադրանքների հետ կապված կան խնդիրներ, դրանք ավելի պարզ են, ինձ թվում է, որ խնդիր չպիտի լինի։ Չէ, խնդիրներ չկան, ավելի հասկանալի է ինքնին հարթակը։ Սրանք էլ իրականում պարզ են, զուտ վարժություններ են, այսինքն այնտեղ հանձնարարված չի օրինակ ռեպորտաժ նկարել կամ շատ բովանդակության վրա կենտրոնանալ, այս առաջադրանքները մի քիչ ավելի տեխնիկական կողմի մասին են, որ պարզ լինի, թե օրինակ դասերից հետո ինչ փոխվեց կամ ինչ որ բան փոխվեց դες մոտ, թե չէ, եւ եթե շատ չնկարեք էլ, գոնե օրինակ ուշադիր լինեք ձեր դիտածի նկատմամբ, այսինքն ինչ է արված, ինչքանով է լավ կամ վատ արված, որ ձեր աչքը մի քիչ ավելի շատ բան տեսնի ու զգա։ Ինձ համար հետաքրքիր բացահայտում է լուսավորության կարևորությունը ու արդեն վիդեոդասերից հետո հիմա թեկուզ որ տղայիս եմ լուսանկարում, ինչ որ բան եմ անում, արդեն հասկանում եմ, թե ոնց ավելի գեղեցիկ կստացվի։ Այո, լույսը շատ մեծ նշանակություն ունի ու թեկուզ չունենալով պրոֆեսիոնալ տեխնիկա, ստուդիա եւ այլն, ելի հնարավոր է ինչ որ միջոցներով ստանալ այդ ամեն ինչը ավելի լավ պայմաններով, այսինքն թեկուզ սպիտակ թուղթ օգտագործելով, ճիշտ անկյունը գտնելով, ոչ թե լույսին հակառակ նկարելով եւ այլն, որ շատ վառած չլինի, սպիտակ լինի եւ ընդհակառակը շատ մուգ չլինի եւ այլն։ Իհարկե AI դարաշրջանում հիմա ավելի հեշտ է փրկել կադրերը եւ ֆոտոյի դեպքում եւ վիդեոյի դեպքում։ Առաջ շատ ավելի դժվար էր եւ շատ ավելի նախընտրելի էր միանգամից ճիշտ նկարել, ոչ թե հետո սխալը փորձել ուղղել։ Հիմա ավելի հեշտացել են process-ները, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ լրիվ փոխարինում է մարդուն ու մարդու աչքը ամեն դեպքում ավելի կարևոր է ճիշտ օգտագործելը։
Այդպես, եթե չկան այլ հարցեր մյուս առաջադրանքների հետ կապված, կամ չգիտեմ առաջարկներ գուցե Ես ուղղակի կուզեմ այսպես արտահայտվել մի փոքր դասընթացի հետ կապված, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, ես ինքս ավագ դպրոցի ուսուցիչ եմ եւ նախագծային աշխատանքներում այս շատ պետք էր, ես պատկերացրեք, ես փոքրիկ հմտություններ անգամ մտցրել եմ դասի մեջ եւ երեխեքին եմ փոխանցել, կարող է գործնականները հիմա մի քիչ վատառողջ չեմ արել, բայց իմ աշակերտները այս ամենը ինչ որ դուք հիմա այստեղ դասավ ասել եք, ես իրենց հետ այդ թեմաները քննարկել եմ ու երեխեքի զարմանքը մանավանդ այն հաղորդություն աստիճանի հետ կապված, տեսախցիկի շարժի հետ կապված, շատ սիրուն էր ձեր տեսանյութերը ու շատ շնորհակալություն դրա համար եւ ուզում եմ այդ անպայման լսեք, կարող է հիմա մի քիչ пассив ենք այս առումով, բայց հավատացեք այդ նյութը կոնկրետ մեկ ավագ դպրոցի բավականին շատ սովորողների փոխանցվել է որպես հմտություն, հա։ Ես սրա համար ուզեցի առանձնահատուկ ձեզ շնորհակալություն հայտնեմ, ապրեք շատ։ Ես էլ եմ շնորհակալ, որ գուցե բոլոր Չասեմ էլի, որ համալսարանում մասնակիցների էլ եք դաս տալիս, կարող է դա էլ պետք է, ես թվային գրագիտություն եմ դասավանդում նաև, բայց ասենք անցած օրը օրինակ դիզայնի ուսանողներին հարցնում եմ, ասում եմ երեխեք, սենց տեսանյութեր կա, սենց բաներ կա, նայում եք, բազմա որ մեր հանրությունը քիչ է տեղեկացված ու շատ լավ է, որ դուք այսպիսի բան եք անում, նախ գովազդում եք ձեր համալսարանը, հետո էլ նյութը կիսելով հետադարձ կապ եք ստանում։ Իրոք նյութը շատ լավն է։ Moodle հարթակի վրա հիանալի ամեն ինչը կառուցել եք, ապրեք։ Առաջադրանքներն էլ շատ բազունակ։ Մի քիչ այդ հղումներն է շատ մեր համար, ասենք, կարող է թվա առաջին հայացքից, բայց կարծում եմ պրոֆեսիոնալների համար, ովքեր կներառվեն ձեր դասընթացի մեջ, այդ առումով ինքը շատ հետաքրքիր է կառուցված։ Այդ հղումներն էլ կարող եք ընտրողաբար, այսինքն այն ինչ որ ձեզ ավելի կհետաքրքրի, դա բացել, դա նայել կամ գրքերի լինքեր եւ մնացած բաները, այն ինչ որ հետաքրքրի դա դասընթացը հիանալի է, շատ լավն է։ Շատ լավն է դասընթացը, ապրեք շատ, մերսի։ Շնորհակալ ենք։ Ակտիվությունը մեծ չի մասնակիցների կողմից, բայց նրանք ովքեր նայում են եւ անում են, ուրախ ենք, որ իրոք նայում ենք, ինչ որ ես կարամ ասել, որ բոլոր վիդեոները դաժե մի քանի անգամ ենք նայում, դաժե ես նշումներ ունեմ արած իմ համար, որ հետո վիդեոների վրայով չանցնեմ, մի հատ այդ իմ նշումներն եմ նայում, ինձ օրինակ շատ հետաքրքրում է։ Շատ հավես, ապրեք։ Շնորհակալ ենք, առաջադրանքները պիտի խնդրեմ, որ եթե կա հնարավորությունը շուտ ավարտել, որովհետև իրականում շատ չեն ու դուք էլ նշեցիք, որ պարզ են, քանի որ տարբեր մասնակիցների համար են, բնականաբար շատ բարդ բաներ չէին կարող լինել, կխնդրեմ, եթե հնարավոր է շուտ ավարտել, օրինակ մի քանի օրվա մեջ գոնե, որ կարողանանք գնահատել եւ արդեն պարզ լինի, որ մասնակիցը որ դասընթացին է մասնակցել, որ կարողանանք նաեւ մասնակցության սերտիֆիկատները շնորհել։ Գլխավոր խնդրանքը դա է, որ փորձենք շուտ ավարտել եւ հուսով եմ մյուս մոդուլներին նույնպես մասնակցում եք ակտիվորեն, որովհետև յուրաքանչյուրի մեջ էլ հետաքրքիր հատվածներ, դրվագներ կան։ Իհարկե, այս նախասիրությունների մեկը ֆոտոն է սիրում, մյուսը վիդեոն է սիրում, մյուսը AI-ի հետ կապված է ավելի շատ բաներ երևի ուզում իմանալ, բայց մեր բոլոր դասընթացներն էլ մի տեսակ փոխկապակցված են եւ լավ կլինի, եթե ժամանակ ունենաք բոլորին հետևել։ Երևի այսքանը, շնորհակալ եմ շատ, որ մասնակցեցիք այսօր, մենք անպայման կտեղադրենք սա, որ նրանք ովքեր գուցե աշխատանքի են կամ այլ խնդիրներ կան չեն կարող միանալ նայեն, գուցե իրենց էլ օգտակար լինի, եւ այսքանը, եթե հանկարծ հարցեր լինեն կարող եք գրել մեր Telegram-ում։ Ընդհանուր դասընթացը երբ է ավարտվելու, ինչ-որ կոնկրետ ժամանակ Բայց կա թե մոդուլները երբ սկսենք, երբ ավարտենք դրանով։ Մոդուլները յուրաքանչյուրը 2 շաբաթ է նախատեսվում, իրականում մենք ավելի երկար բաց պահեցինք եւ երկրորդ խմբի դեպքում եւ երրորդ խմբի դեպքում նախատեսվածից, որ հասցնեն ավարտել մասնակիցները, բայց սովորաբար յուրաքանչյուր մոդուլ 2 շաբաթ է տևում եւ ընդհանուր 4 մոդուլները այդ ժամկետում ավարտվում են։ Մենք իհարկե կտեղեկացնենք ձեզ, երբ որ ամբողջը փակելու լինենք, բայց ինչքան շուտ կարողանաք կատարել ավարտել, այնքան ավելի լավ։ Երբ այս մոդուլը ավարտվի, նոր հաջորդում ես հասանելի չէ կլինի։ Այո։ Եվ արդեն մյուս դասախոսը ձեզ հետ կապի մեջ կլինի եւ
ինքն էլ կպարզաբանի, հանդիպում կունենա եւ այլն։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն, մինչ հանդիպում, կսպասեմ, եթե ինչ-որ հարցեր լինեն, սիրով կպատասխանեմ։ Շատ շնորհակալություն, հաջողություն։ Շնորհակալ եմ, հաջողություն։ Շնորհակալություն, Միս Ռուզաննա։ Ես էլ եմ շնորհակալ եւ հաջողություն։